Թե որ օրը կլինի, թույլ տվեք այս պահին չհայտարարել, որովհետև կա լրացուցիչ հարցեր, որոնք ուսումնասիրվում են ներկայումս։ Շաբաթ էր տրված դրա համար։ Այո, այդ գնահատականը կտա արդեն կառավարության ղեկավարը, եթե ես երեքշաբաթում չհասցնեմ։ Պարոն Մինասյան, այդ հուշաթերթիկների հետ կապված մեր գործարանները հուշաթերթիկներին են սպասում, որ իմանային այդ ապրանքները կարող են ներմուծել, չեն կարող ներմուծել։ Ես ասացի, որ ուղարկել ենք երկու գերատեսչություն, որոնք նույնպես ներգրաված են այս ծրագրի մեջ։ Սննդի անվտանգության ծառայությունը եւ նաեւ պետական եկամուտների կոմիտեն։ Իրենցից դեռևս վերջնական տեսակետ այս պահին գոնե չենք ստացել, որպեսզի մենք կարողանանք տեղադրել կայքեջում։ Հուսով եմ, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում կունենանք, ինչու է կարևոր այս կարծիքների միասնականացումը, որովհետև ցանկացած փաստաթուղթ, որը որ նկարագրվեց եւ հրապարակվեց, այդ փաստաթղթից զատ այլ պահանջ չի կարող դրվել, այդ փաստաթուղթ չի կարող պահանջվել։ Մյուս կողմից, սակայն մենք պետք է նկատի առնենք, որ յուրաքանչյուր փաստաթուղթ, օրինակ համապատասխանության գնահատման փաստաթուղթ արտահայտությունը կա, յուրաքանչյուր ապրանքի մասով այս փաստաթուղթը պահանջվում է որպես կամ սերտիֆիկատ, կամ լաբորատոր փորձաքննության արդյունք։ Այսինքն ըստ ապրանքատեսակների առանձնահատկություն է պահանջում։ Դրա համար ենք կարևորում, որ այդ փաստաթղթերը պետք է լինեն միասնական, բոլորի կողմից ընկալելի եւ որպեսզի դա դառնա իրական գործիք։ Ես ասում եմ կարգավորման համակարգի մասին, այսօրվա օրենքը թույլ չի տալիս դա։ Մենք պետք է դրանք փոփոխության ենթարկենք, բայց այդ փոփոխությունները պետք է իրականացնենք ծրագրավորված եւ համակարգի մեջ։ Ամբողջ համակարգով պետք է նայենք, այլ ոչ թե վերցնենք մի դետալ փոխենք, հետո տեսնենք այդ դետալը փոխեցինք, չաշխատեց։ Այդպես չի լինում։ Դրա համար երեքշաբաթյա ժամկետը, որ դուք նաև ասում եք, նպատակ ուներ վերհանել խնդիրները։ Ի տարբերություն առանձին հայտարարությունների, նաև այս խնդիրները պետք է ունենան պատշաճ հիմնավորումներ եւ լուծման տեսլակ։ Հիմա այդ երեքշաբաթյա ժամկետը սկզբում ասված է երեքշաբաթ մարդիկ սպասում են, պարոն Մինասյան։ Հիմա ասում եք հայտնի չէ, թե երբ կլինի հայտարարություն։ Որովհետեւ չէ, այդ պատասխանատվությունը իմ վրա է, որովհետեւ ես չեմ ուզում հրապարակեմ մի փաստաթուղթ, որը լիարժեք տեղեկատվական ապահովվածություն չունի։ Դրա համար ես ինքս գուցե խնդրեմ կառավարությանը, վարչապետին, որպեսզի մի քիչ երկարացնի, որպեսզի այդ տեղեկատվությունը դժվար է ասել։ Հիմա նորից շարունակում եք բան, հա, պնդելն։ Մինասյան մի հատ հարց էլի խնդրում։ Կարող է վերջից ձգվի, այդպես է, չիմանանք ովքեր էին մենաշնորհներ ունեցել։ Չէ, բայց ես այս բանին չեմ ասում, որ միանշան։ Հիմա մենք իրականացնում ենք այդ աշխատանքները։ Այդ աշխատանքների իրականացման ընթացքում բազմաթիվ հարցադրումներ կան, որոնք դեռևս չունենք դրանց ինֆորմացիոն ապահովվածությունը։ Դրա համար հիմա վերցնել ու միանգամից հայտարարություն անել ճիշտ չէ։ Ես իմ նախաձեռնությունը չէ, կա վարչապետի հանձնարարական, առաջին, երկրորդ։ Գոյություն ունի սահմանադրության նորմ, նոր կարգավորում։ Գոյություն ունի հանրապետության նախագահի ելույթ։ Գոյություն ունի երկու քաղաքական ուժերի կնքված երկու քաղաքական ուժերի միջև կնքված համաձայնագիր, որտեղ սևով սպիտակի վրա գրված է ակտիվ հակամենաշնորհային քաղաքականության նախաձեռնության մասին եւ ի վերջո տրվել է վարչապետի հանձնարարականը։ Այսինքն սա կամքի դրսևորում է, չէ՞։ Կարծում գործ անելու իրական հիմք է, չէ՞։ Մի վարքյան ավարտեմ խոսքս էլի, թողեք ավարտեմ խոսքս էլի։ Դուք 20 հոգի եք, ես մենակ 20 հարց, որ միանգամից հնչում է, հավատացեք, որևէ մեկը միանգամից չի կարող 20-ին պատասխանել միաժամանակ։ Հիմա ես ասում եմ, մնացածը կախված է մասնավորապես ինձանից։ Հա? Ես որքանով կկարողանամ առաջարկել լուծման արդյունավետ տարբերակներ։ Երբ որ արդյունավետ տարբերակը կներկայացվի եւ հանրային քննարկման ի տարբերություն առանձին լրագրողական հանրության մերժողականության, մենք քննարկումները կիրականացնենք, կանցկացնենք եւ կունենանք լուծումներ, այն ժամանակ խնդրում եմ գնահատեք։ Մնացած բոլոր ձեր գործողություններում ազատ եք, եթե այնպիսի բացահայտումներ կատարեք, այնպիսի լուծումներ առաջարկեք, որոնք իշխանությունների հիմնական մեծամասնության կողմից ընդունելի չլինեն, սրտով չլինեն, հասկանան, որ դրանց թելերը միջև իր ամենաբարձր օղակներն են տանում։ Տեսեք, դուք ակնկալում եք, որ ես պետք է հետաքննչական մարմնի ֆունկցիա անեմ, դա այդպես չէ։ Այսինքն էկոնոմիկայի նախարարությունը եւ որևէ նախարար նման լիազորություն չունի, այսինքն ես չեմ կարող դուրս գալ իմ լիազորություններից դուրս ու սկսել ինչ-որ գործող։ Իմ լիազորությունների մեջ մի վարքյան ավարտեմ։
Իհարկե, իմ լիազորությունները որոնք են, իմ լիազորություններն ամրագրված են կանոնադրության մեջ, էկոնոմիկայի նախարարության կանոնադրության, այս պահին, հետագայում ինչ կփոխվի, դժվար է ասել։ Մենաշնորհների դեմ պայքարում։ Այս լիազորություններն ամրագրված են կանոնադրության մեջ, մասնավորապես մշակել տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը, ուսումնասիրել շուկաները, իրականացնել դիտանցում, ապահովել, որպեսզի հակադեմպինգային քաղաքականության իրականացումը լինի չափելի, գնահատելի, տեսանելի եւ անհրաժեշտության դեպքում առաջարկել այդ ուղղությամբ նույնպես փոփոխություններ եւ նպաստել մրցունակ տնտեսության զարգացման ապահովման համար համապատասխան հիմքերի ստեղծումը։ Հիմա դուք թողեք ավարտեմ, վայ։ Հիմա երբ որ դուք ակնկալում եք, որ ես պետք է դատախազի ֆունկցիայի վրա վերցնեմ, այդպիսի ակնկալություն եւ սպասելիք մի ունեցեք։ Ես շատ լավ գիտեմ իմ լիազորությունը որն է, ինչքան կարող եմ իմ լիազորությունը իրացնել եւ հավատացեք, օրենքով նախատեսված լիազորության ամբողջ ծավալը իրացվելու է։ Լսեք, հիմա դուք ինձ դրել եք բան, սուրճի բաժակ նայողի տեղ։ Այսինքն հարցեր եք տալիս, ապագայում ով ինչ արձագանք կտա, ես չգիտեմ։ Ես նկատում եմ ամենաշնորհային քաղաքականությունը, որ դուք պատրաստում եք իրականացնել, ասենք Ալեքսանյան Սամվելը ցավը զգալու է թե ոչ։ Ինձ թվում է բոլոր նրանք, ովքեր որ կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, բոլորն էլ ցավ են զգալու։ Ներառյալ ցանկացած անձ, ով որ այսպես ասած իր համար նախընտրելի է ինկուբատորային պայմաններում գործունեություն ծավալելը եւ դա ամենևին կապված չի այսօրվա հայտնի անունների հետ։ Շատ հնարավոր է որ համակարգի մեջ այնպիսի անկյուններ կան, որտեղ որ ձեր համար էլ տեսանելի չէ։ Սերժ Սարգսյանը ժամանակին ելույթում ասում էր, որ փաստաթղթերով իրենց մոտ հայտնի մարդկանց մոտ ամեն ինչ կարգին է։ Հիմա ինչ է փոխվել, էլի իրենց մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, վստահ եմ, եւ բազմաթիվ տարիներ այդ մասին խոսվել է, ինչ է փոխվել։ Գիտեք, մեկ ես ափսոսում եմ, որ երբ որ պրոֆեսիոնալ մակարդակում հարցը չի քննարկվում, ուղղակի հարց է հնչում, էլի, եւ դրանից եզրակացությունների ենք գալիս մենք։ Մեր պրոբլեմներից մեկն էլ, որ նաեւ սահմանադրական փոփոխությունների ժամանակ արձանագրում ենք, դա սահմանադրությամբ ամրագրված նորմերի եւ իրական կյանքի տարբերությունն է։ Նույնն էլ այս ոլորտում է, չի կարող այդ ոլորտը անտարբեր լինել։ Եթե մենք ունենք օրենքով նախատեսված ընթացակարգ, թե որն է համարում, որ անձը բաժնետեր է, բաժնետեր չի, փոխկապված է, փոխկապված չի, եւ դրա հենքի վրա մենք եզրահանգումների ենք գալիս ու ասում ենք, որ իրականությունը չի փոխվում, նշանակում է կարգավորման համակարգն է սխալ։ Նշանակում է կարգավորման համակարգում մենք այնպիսի տարեր պետք է ավելացնենք, որպեսզի իրական ազդեցությունը դառնա չափելի։ Նկատում եմ դուք ինչ լծակում եք, եթե իրենց մոտ Օրենսդրական փոփոխությունների առաջարկ հարգելիս։ Ես ասում եմ կարգավորման համակարգի փոփոխությունը ենթադրում է առաջին հերթին նոր հայեցակարգային մոտեցումների մշակում, օրենսդրական փոփոխությունների առաջարկություն, այդ թվում նաև իրականության եւ ամրագրված նորմերի միջև անջրպետի վերացում։ Եվ մի բան էլ ասեմ ձեզ, էլի, դուք հետևողականորեն քննադատում եք մեծամասնություն այստեղ սահմանադրական նոր կարգավորումները։ Հետևողականորեն, ես շատ լավ եմ հիշում։ Հիմա ես այն սկզբունքայիններից եմ, որ պաշտպանում եմ ու ուզում եմ կյանք դարձնել այդ սահմանադրական նորմը։ Հիմա շարունակում եք դուք ձեր հին վիճակում մնալ, քննադատել։ Դե բերեք քննադատենք սահմանադրական նորմը։ Տեսնենք իմ համոզմունքն է ճիշտ թե ձերը։ Բայց նույնիսկ բաղոճ բաներ եք ասում այդ մենաշնորհատերերի բաների հետ կապված։ Ամեն ինչ այնքան պարզ է, դուք շատ լավ գիտեք ովքեր են մենաշնորհատերը։ Խնդրում եմ ասել, եթե մենաշնորհների ասել դու այլևս այդ նույն օրենքներով Լևսիմե ջան, եթե քո ասածով այդքան պարզ լիներ, հիմա գիտես չկան Նոբելյան մրցանակներ ստացած կլինեն մենաշնորհների դեմ պայքարի հարցում։ Եվ այսօր մենաշնորհային խնդիրը, որ աշխարհի գրեթե բոլոր երկրների արժև չոքած է, այդ խնդիրը հիմա արդեն պիտի լուծված լիներ վաղուց եւ առանց որ գլխավոր որոնք հասարակությունը միշտ թիրախավորում է, միշտ ասում է։ Գոնե գլոբալ հարցերը հնարավոր է, չէ՞ լուծել։ Երեք շահատում օրինակ հնարավոր է, չէ՞, ինչ որ մի ցանկ անուններ ասել, որ սրանք այլոց են կանոնում է Սամվել Ալեքսանյանն ասում արվեր գործում։ Ոչ, ասեմ ինչու։ Որովհետեւ դուք երբ որ դուրս եք գալիս անունից, մոռանում եք թե ինչին է միտված գործողությունը։ Եթե դուք պետք է ասեք Պողոս, դու այլևս չես ներկրում,
դրա փոխարեն առաջանալու է Պետրոսը, որն ինքն է ներկրելու, այդ դեպքում ձեր պայքարը դառնում է 0։ Ես ասում եմ, ինչ որ ներկրվելու է, այդ ներկրումները պետք է եւ հանրականի մի մասը հենց դա է, ինչ փաստաթղթեր է պահանջում, ինչ գործողություններ պետք է կարող են իրականացնել վարչական մարմինները։ Դրանց հետո Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, Թադևոսը կներկրի, դա արդեն ածանցվում է փաստաթղթերի պահանջից։ Միթե ավելի հիմնարար լուծում չի, երբ որ դու ասում ես այս ապրանքների մասով խնդիր չպետք է լինի, քան թե դու երբ որ ելնում ասում ես Պողոս, դու չպետք է բերես, այլևս ու հայտնվի մի հատ Պետրոս։ Ես համոզված եմ, գիտեք ինչ, եթե դուք հիմա մի հատ հնարավորություն ունենայիք, ինքներդ կվերցնեիք ու միակ ներկրողը կլինեիք եւ այդ հարցը ինչ չէիք տա, որովհետեւ այո, պիտի հնարավորություն չտան վերևներից այդ միակ ներկրողը։ Չէ, ես էլ ասում եմ, եթե դուք լինեիք, պիտի թույլ չտան, բայց վերևները ինչի համար են կարող։ լսեք, դրա համար առաջին հերթին օրենքն ու կարգավորման համակարգը պետք է վերանայվի։ Ես անընդհատ նույն բանը ասում եմ, անընդհատ դուք նույն բան։ Չափազանց սխալվում եք, որ մեր օրենքները շատ լավն են։ Ես համակարծիք չեմ այդ մտքի հետ։ Եթե լավ լինեինք, մենք այսքան վատ չենք վիճակում չենք լինի։ Պարոն Մինասյան, որ թույլ տային, այսինքն դաշտը նման տեսքի գա։ Ոչ, յուրաքանչյուր շրջափուլում անհրաժեշտ այդ տվյալ պահին համապատասխան վիճակ է ստեղծվում։ Այսօրվա գործող օրենքի շրջանակներում մենաշնոր հասկացությունը խնդրում եմ մի հատ բացեք, կարտացեք։ Մենաշնոր հասկացությունը չի իրականության մեջ չի գնահատվում օրենքի շրջանակներում, որ դու համարես, սա մենաշնոր։ Այսինքն օրենքներն այսօր Մենաշնոր հասկացությունը։ Ես ոչ մեկի դեմ չեմ պայքարում, ես պայքարում եմ հանուն ազատ տնտեսական մրցակցության։ Որը մենաշնորհի բացակայության պայմաններում պետք է լինի։ Ծրագիր եք մշակել, ջետեր եք մշակել, ինչի դեմ եք այն ժամանակ պայքարում, եթե չի գնահատվում։ Չէ, երբ որ ասում է անձի մասն ասում էլի, Չէ, ես երևույթի, հա, իհարկե, այդպիսի շուկայական կառուցվածքի, բայց մի օրինակ բերեմ ձեզ, հա, օրինակ, երբ որ մենք խոսում ենք մենաշնորհի մասին։ Մենաշնորհը արդյոք բոլոր դեպքերում է բացասական։ Տնտեսագետների նույնիսկ շրջանում ներկայումս քննարկվում է, որ այն մենաշնորհը, որը մշտապես նորարարությունների, ինովացիաների վրա է կառուցվում, դրան չի կարելի դեմ արտահայտվել, դա չի կարելի արգելել։ Հիմա տեսեք, չէ, երկրորդ ոլորտը, այն մենաշնորհը, որը կապված է օրինակ երկրի անվտանգության համակարգերի հետ եւ որտեղ պետությունը պետք է ունենա բացառիկ իրավունք, այդ մենաշնորհը չպետք է վերացնել։ Ես կոնցեպտի մասն եմ խոսում, դուք վերել եք բանանի ու նարինջի մաս, այդ շուկան չի կարա մենաշնորհային լինի։ Բացավ դա ռազմավարական նշանակության ոլորտ չի էլի, բայց ես այդ եմ ասում, դու շարունակում ես քո բան այն փոքր հարցադրում։ Ես ասում եմ կոնցեպտ պետք է ընտրել, կոնցեպտ, հայեցակարգ, պետությունը որն են, որ տարբերակով է գնում, կան ոլորտներ, կան հատվածներ, որտեղ պետությունը պետք է ասի, որ ես այստեղ հանդուրժում եմ մենաշնորհը, բայց մենաշնորհ, ես քեզ պետք է ճանաչեմ օրենքով, քո վրա պետք է դրվի այսին սոցիալական բեռը, դու պետք է ապահովես հրապարակայնություն, թափանցիկություն եւ լինես հանրային ընկերություն, public company, բաց բաժնետիրական ընկերություն օրինակ, հա, եւ որոշակի կառավարման կանոնների ներքո կորպորատիվ կառավարման։ Այսինքն սրանք հայեցակարգեր են, որոնք պետք է քննարկման առարկա դառնան, որպեսզի հետագայում նույնիսկ եթե որևէ կազմակերպություն դառնում է մենաշնորհ, ինքը իմանա, որ կրելու է ավելի մեծ բեռ ու պատասխանատվություն, եւ որ իր համար ծախսը հանրությանը մատուցող ծառայություններ կլինի կամ ապրանքների վաճառք կլինի, իր համար շատ թանկ հաճույք է դա։ Կգա մի օր, որ կվերանա այդ ձեր ասացա բանանի, շաքարի եւ այլն, որ մենք գիտենք այդ մենաշնորհը եւ տնտեսում վերջապես կշնչի եւ երբ։ Եվ անկեղծորեն մի բան էլ ձեզ պետք է ասեմ, ես գիտեմ, որ կարող է սա հիմա լուրջ քննադատությունների առարկա դառնա։ Մենք ունենք շաքարի մասով շատ ենք խոսում, չէ՞։ Ունենք շաքարի գործարան Հայաստանում, գիտեք։ Եվ շաքարի գործարանը այսօր աշխատում է իր հզորությունների, եթե չեմ սխալվում, 25-30%-ով, ոչ ավել։ Ինչու՞։ Չի աշխատում, այլ պարզապես այդ կասկածները շաքարը պարզապես վերափաթեթավորում է։ Չէ, հիմա բոլոր դեպքերում այդ կասկածներ կան ժանրից մի քիչ դուրս կանք, որովհետև եթե այլ փաստ չունենք, կասկածի վրա չհիմնվենք, հա, մեր գործողությունների համար։ Մենք ստանում ենք նաև ինֆորմացիա,
շաքարի եղեգի հումքի ներմուծման մասին, որը ի դեպ ԵԱՏՄ-ի շրջանակներում նաև որոշակի քվոտավորման համակարգ ունի։ Հիմա, երբ որ այս գործարանը աշխատում է 25-30% հզորության չափով եւ հումքը վերամշակում է ու ստանում է շաքարավազ, հա, հարցը արդյոք ճիշտ է, որ առհասարակ այդ 25-30%-ն էլ չթողել աշխատի, թե ավելի լավ է դու օրենքով ճանաչես իրեն մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես, ընդունենք, դու պետք է աշխատես ոչ թե 25-30%, այլ առնվազն 90% հզորությամբ։ Դու պետք է ապահովես նվազագույն այսքան աշխատատեղ, դու պետք է ապահովես առնվազն այսքան պետական բյուջեի մուտքեր ըստ կանխատեսումների, դու պետք է ապահովես թափանցիկություն, դու պետք է օրինակ քո բաժնեմասի 20%-ը շրջանառես բորսայում, որպեսզի լինես հրապարակային բաց թափանցիկ ընկերություն։ Այդ դեպքում նույնիսկ անկախ ովքեր են սեփականատերերը, բաժնետերերը, այդ դեպքում գուցե պետությունը նաև աջակցի այդպիսի կազմակերպությանը արտահանում կազմակերպելու։ Դա նայր ջան, դա առհասարակ սահմանադրական արգելող նորմի մասն ենք խոսում։ Ես խոսում եմ մենաշնորհի առհասարակ գաղափարական հենքի մասին։ Հիմա օրինականացնել օրենքով այն ինչը հիմա կա ոչ։ անօրինական։ Ես ասում եմ հետեւյալը, սրանք հարցեր են, որ պետք է քննարկվեն, հա։ Օրինակ Շվեյցարիան իր աղ արդյունահանող ձեռնարկությանը տվել է բացառիկ իրավունք Շվեյցարիա աղի ներմուծման թույլտվություն տալու առումով։ Մասնավոր կազմակերպություն է, որը աղի արդյունահանմամբ եւ փաթեթավորման իրացմամբ է զբաղված, նրան օրենքի մակարդակով տվել է այդպես իրավունք, որ ինքը որոշի ում հետ հարաբերության մեջ մտնի ներմուծման մասով աղերի։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, սրանք հարցեր են, որ մենք պետք է քննարկենք, այն ոլորտները, որոնք որ տեղական արտադրություն են, ոլորտները, որոնք պետք է ապահովեն զբաղվածության մեծ քանակություն, որոնք հանրային պատասխանատվության տակ պետք է լինեն, եւ որ ամենակարևորն է, որոնք որ տնտեսական մեծ արդյունք են տալիս, արդյոք ճիշտ է, որ մենք այս մասով ամբողջությամբ ազատության, այսպես հա, ներմուծման ազատություն տան, թե այնուամենայնիվ հանրային շահը այս դեպքում պահանջում է, որպեսզի օրենքով բոլոր հարաբերությունները ավելի լավ է կարգավորել, թեկուզ ճանաչելով իրեն մենաշնորհ, բայց դնելով այս բոլոր բեռն պատասխանատվությունները։ Սրանք հարցեր են, որոնք որ այս քննարկման ընթացքում պետք է բացահայտվի։ Ես վերին ճշմարտությունը չեմ ասում, ես բարձրաձայնում եմ հարցերը, որոնք այս ուսումնասիրության արդյունքում նաև ի հայտ են եկել։ Այդ թվում նաև բազմաթիվ ծառայություններ, որոնք որ մատուցում են ամենատարբեր պետական մասնակցությամբ ընկերությունները, որքանով է նպատակահարմար, որ այդ ծառայությունները այսօր շարունակեն մնալ մենաշնորհային վիճակում։ Սրանք հարցեր են, որոնք որ մենք պետք է քննարկենք, ոչ մի ճշտող հարց, վայ այլ։ Արմին, ասեն դուք այդ գործարան այցելել եք թե ոչ։ Օլիգարխները այս փոփոխություններից տնտեսությունը Ակնհայտ է, որ տնտեսությունը, հանրությունը, պետությունը